Ես այդ հարցազրույցը նայել եմ եւ որևէ նոր բան այնտեղ չեմ տեսել։ Ադրբեջանը Բաքուն կներեկը Հայաստանին է մեղադրում բանակցությունները տապալելու եւ իր քայլերով, սադրիչ քայլերով պատերազմ հրահրելու համար եւ Բայրամովը փակագծեր է բացում, որ իրենք մի փաստաթուղթ են պատրաստել այդ սադրիչ գործողությունների, որը ներկայացրել են մինչեւ պատերազմը եւ պատերազմից հետո բոլոր արտերկրի դիվանագետներին։ Խոսքը եւ Տոնոյանի նոր պատերազմ, նոր տարածքներ եւ Նիկոլ Փաշինյանի Արցախը Հայաստանը եւ վերջ հայտարարությունը եւ Լեռնային Ղարաբաղում համահայկական պատմության մեջ առաջին անգամ համահայկական խաղերի անցկացումը եւ Տավուշի Հուլիսյան մարտերը, որտեղ ադրբեջանցի գեներալ սպանվեց եւ հետո Սարդարապատում բավական մեծ շոկով վարչապետը պարգևատրեց բոլոր զինծառայողներին։ Այս բոլոր հանգամանքները մատնանշելով նշում են, որ ի վերջո այս ամեն ինչը տարավ բանակցային փուլից Փաշինյանի հրաժարվելու եւ պատերազմ հրահրելու։ Սրա այդ դուք համաձայն եք։ Համաձայն չեմ, որովհետեւ Հայաստանը ելքեր էր փնտրում հակամարտությունը խաղ կարգավորելու համար, բայց նաեւ ակնհայտ էր, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի եւ բնական է, որ պատերազմի պատրաստվող երկիրը հիմա պետք է այդ որը տարբեր փաստարկներով արդարացնի իր ռազմական գործողությունները, ռազմական ագրեսիան։ Շատ հետաքրքիր զուգադիպությամբ նաև նույն փաստարկներով Հայաստանի Հանրապետությանը մեղադրում էր նաև Ռոբերտ Քոչարյանը իր վերջին տված ասուլիսում, այդ զուգադիպությունը եւս եւ Սերժ Սարգսյանը եւս այդ զուգադիպությունը եւս ցանկանում եմ ձեր ուշադրության հրավիրել, որ ըստ էության Ադրբեջանի պետական գործիչները, քաղաքական գործիչները եւ Հայաստանի նախկին նախագահները նույն մեղադրանքներն են հնչեցնում Հայաստանի Հանրապետությանը, ինչը բայց այդ քայլերը չի կարող, այդ փաստարկների համաձայն չի Բաղդասարյան կոնկրետ փաստարկներ։ Հայաստանի Հանրապետությունը կրկնում եմ այդ տարիներին, 2 տարիներին, հա, ըստ էության փորձում էր դուրս գալ այն իրավիճակից, որը չհանգեցնի ռազմական հակամարտության, պատերազմի եւ չի հրաժարվել բանակցությունից, բնականաբար չի հրաժարվել բանակցություններից, ուղղակի նաեւ 2015-ի առաջարկներից նաեւ ակնհայտորեն այդ բանակցությունների բովանդակության համար շատ փոքր տարածք է եղել Հայաստանի Հանրապետության համար, որովհետեւ շուրջ 20 տարի բանակցային այնպիսի ճարտարապետություն էր հյուսվել եւ Հայաստանում դրա այնպիսի հակառակ պատկերն է ներկայացվել, որ բարդ էր այդ փոքր տարածքի մեջ մանևրել եւ դրան զուգահեռ նաեւ ուժերի բալանսներ կտրուկ փոխվել Հայաստանի եւ Ադրբեջանի առաջարկները մերժել է Փաշինյանը, Պախանդանյանը, ինչի մասին նշում է եւ Սերժ Սարգսյանը եւ երկրորդ նախագահը։ Ես Հայաստանը փորձել է բանակցել իրավիճակի վերաբերյալ, ինչ մնացած ամեն ինչի մասին, ինչպես նշվել է, դրանք հրապարակվեն։ Դեռ կան եկան։ Ես չգիտեմ, դա կառավարության տիրույթում է եւ ինչպես խոստացվել է, մինչեւ տարեվերջ կհրապարակվեն։ Իսկ բանակցությունները շարունակվել, պարոն Խանտանյան, երբ որ պահից դադարեցին բանակցությունները, ինչի մասին խոսում է ադրբեջանական կողմը։ Դուք գիտեք բոլոր հանդիպումների մասին այդ ընթացքում ոչ տեղի են ունեցել, այսինքն ամսաթվերով չեմ կարող ասել, բայց 18-19 թվականներին տեղի են ունեցել հանդիպումներ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև եւ այդ բանակցությունները ես օր ամսաթվով չեմ կարող ասել, բայց դե միջև 2020 միջև պատերազմի սկսվելը ակնհայտորեն կար բանակցային գործընթաց, դրա արդյունավետության մասին արդեն գնահատականները տարբեր են։ Երբ որ Փաշինյանը զրոյական կետից եմ սկսում, այդ ժամանակ կանգնել էր արդեն բանակցությունները, այլևս Ադրբեջանը որևէ ձևով Հայաստանը կրկին նշում եմ, որ տվյալ իրավիճակում բանակցային այդպիսի ժառանգության պայմաններում փորձում էր ելքեր գտնել, որպեսզի բանակցությունները շարունակվեն եւ ելքերից մեկն էլ դա ինքը հասկացել էր, որ որևէ տարբերակ այլևս չկա, պետք է զրոյից սկսել։ Դե ակնհայտորեն այո, որովհետև այն կար բանակցային ժառանգություն եւ բանակցային տրամաբանություն, որը վերել եւ կանգնեցրել են այդ բանակցությունները, ինչպես 18 թվականին Սերժ Սարգսյանն էր ասել, եւ բայց դրա զուգահեռ կար նաեւ շատ տարբերվող կտրուկ տարբերվող հանրային ընկալում եւ Հայաստանի խնդիրն էր, որպեսզի այդ բանակցություններն ու հանրային ընկալումները փոքրինչ մոտեցնել իրեն։ Ինչը բայց ազնիվ չէ, որ Նիկոլ Փաշինյանը հանրությանը ներկայացրել, գիտեք, այդ մասին շատ երկար է խոսվել, այդ մասին շատ է խոսվել, արդեն քանի տարի այդ հարցը տալիս եք, ասում ենք, որ
Դե որովհետեւ Արցախի ճակատագրի ասացինք հայկական կողմը 19-ի նոր առաջարկները, որոնց մասին խոսում են բոլորը, մերժել է հայկական կողմը, թե դրանք քննարկել։ Իրականությունը որտեղ է, գուցե դուք իշխանության տեսակետը ներկայացնեք։ Քննարկվել են իհարկե այդ փաստաթղթերը, բայց արդյունքում որևէ, այսինքն արդյունք չի եղել, հա, այդ Այսինքն մերժում եղել է հայկական կողմից։ Ես չեմ կարող բան անել, հա, ես չեմ կարծում, որ Հայաստանը մերժման նամակ է ուղարկել։ Պարոն Խանդայյան, անկլավների վերադարձի հետ կապված եւ Նիկոլ Փաշինյանը ասում է Արցախաշենը պետք է վերադարձնենք, բայց մենք Ադրբեջանից չենք տեսնում երբևէ որ խոսի փոխանակման մասին, այլ միայն պահանջներ են ներկայացվում, որ պետք է Հայաստանը վերադարձնի այդ 4 անկլավները։ Հիմա դուք վտանգ չեք տեսնում, որ Ադրբեջանը պատրաստ չէ փոխանակման։ Այդ անկլավների հարցը արգելի գործընկերներ բազմիցս է քննարկվել, կա այդպիսի հարց եւ դա պետք է արդյունագրվի սահմանազատման գործընթացի շրջանակներում, այսինքն այդտեղ որևէ թաքցնելու բանի թեմա չկա, այսինքն փոխանակման հարց այս փուլում չի կարող լինել, որովհետեւ նախ պետք է անկլավները սահմանազատվեն, թե երբ կսահմանազատվեն, դա հայտնի չէ, որովհետեւ սահմանազատման գործընթացը դեռ պիտի շարունակվի ու ինչ որ տրամաբանություն կա այդ սահմանազատման գործընթացում։ Հիմա բայց որ դուք անընդհատ հարցեր եք տալիս, ես չեմ կարողանում ամբողջ բովանդակությունը ներկայացնել ցես։ Սահմանազատման գործընթացը պետք է շարունակվի եւ սահմանազատման գործընթացի որևէ փուլում, ես չգիտեմ մեջտեղում, վերջում թե որ, պետք է նաեւ անդրադարձ կատարվի անկլավների հարցին։ Պետք է կնքվի Հայաստանի եւ Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի բոլոր արձանագրությունների հաստատումից հետո պետք է կնքվի պետական սահմանի մասին պայմանագիր Հայաստանի եւ այդ պայմանագիրը պետք է վավերացվի, պետք է տեղ ունենա սահմանագծման աշխատանքներ։ Հետո արդեն Հայաստանը եւ Ադրբեջանը որոշեն, թե ինչպես են անկլավների թեմային անդրադառնում, եթե հանկարծ որևէ սցենարով որոշվի, որ պետք է Հայաստան եւ Ադրբեջանը տարածքներով փոխանակվեն։ Այդ հարցը Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն չի կարող տեղի ունենալ առանց հանրակրվեի։ Դրա համար պետք է հանրակրվե տեղ ունենա, այսինքն Հայաստանի կառավարությունը չի կարող որոշի, որ իշխանությունները սպասում էին իրավական դեպքի սկզբում ասում էին, որ չկան անկլավներ, հետո ասում որ կա, պետք է ներկայացվեն իրավական դեպքի։ Սահմանազատման հանձնաժողովների աշխատանքներում պետք է ներկայացվեն այդ հիմքերը եւ որ հիմա եթե գիտեք վերջերս ամենավերջին հանդիպումը տեղի ունեցավ սեպտեմբեր ամսին, որը այլ բովանդակություն ուներ թրիփի շրջանակներում սահմանային այդ հատվածների ես ենթադրում եմ որ հետագա հանդիպումների ընթացքում այդ հարցը նաեւ սահմանազատման հանձնաժողովների միջև կքննարկվի, այսինքն դա մի հարց է, որը ամբողջությամբ այդ հանձնաժողովների տիրույթում է, այստեղ ինչ որ քաղաքական աշխարհաքաղաքական ես տեղյակ չեմ։ Երբ որ հետահայաց նայում եք, արդյոք ճիշտ է այդ հայտարարությունները, որոնց մասին ես քիչ առաջ նշեցի, որ Արցախը Հայաստան է եւ երբ որ հետահայաց եք նայում, արդյոք ճիշտ է ասել, որ գնացեք եւ Լեռնային Ղարաբաղի հետ բանակցեք, ինչը Ադրբեջանը անցալել է որպես բանակցությունների ավարտ, բազմամյա բանակցությունների ավարտ տապալում եւ հետեւաբար այդ թեման ոնց որ մանրամասն անդրադարձանք, այդ թեմային այնքան երկար ենք խոսել, վարչապետը այնքան մանրամասն է խոսել այն հայրենասիրության մոդելի մասին, այդ հայրենասիրության մոդելից բխող հայտարարությունների մասին, խոսել է պատասխանատվության մասին, այսինքն անընդհատ այդ թեման, որ մենք բան ենք անում, հա, բերում ենք եւ 2025 թվականին, երբ որ կա բանակցային լրիվ իրավիճակ, դրա հանրային տեղեկատվության օգտակարությունը, երբ որ կառավարությունը ընդունում է, որ եղել են բացթողումներ, բայց այդ հայտարարությունները, մեկնաբանությունները, բացթողումները բխել են իրավիճակից, աշխարհաքաղաքական իրավիճակից, Հայաստանի ռազմավարական դիրքից, հնարավորություններից եւ նաեւ մթնոլորտից ու վարչապետը ինչպես հաճախ նշում հայրենասիրության այն մոդելից, որը մենք բան ենք արել, հա, մեր մեջ ա եղել ու մենք մինչև հիմա ձև չի լինում, ամեն տարի չի փոխվում, բան Խանդայյան, ոնց է լինի, որ մի տարի քպերիների մոտ հայրենասիրության այն մոդելն է, որ Արցախը Հայաստանը եւ վերջ, հաջորդ տարի այդ մոդելը չկա։ Գիտեք, բանը կյանքը ինքնահայացման process է նաև եւ տարբեր կյանքի տարբեր փուլերում մարդիկ եւ իրավիճակների շատ տարբեր իրավիճակների եւ իրադարձությունների բախվելով
փոխում են հայացքները եւ ճակատագրական իրադարձությունների հետևանքով են սկսում այլ կերպ գնահատել իրավիճակը ու հասկանալ, թե ինչն է եղել սխալ։ Այս մասին խոսակցությունը այնքան մանրամասն է եղել հանրության եւ ձեր հետ բոլորի հետ, որ կարծում եմ անդադար քննարկվում է, չէ, իրական Հայաստանի գաղափարախոսությունը։ Որքանով ստարնի, որ ձեր հայրենասության մոդելը նորից չի փոխվի։ Արարած դերը հանել, իրական Հայաստան, մի խոսքով, այդ անգամ այդ քարոզի դեպքում Ադրբեջանը չի, այսպես ասած, չի սսկվում եւ անընդհատ փորձում է ցավալապաշտական նկարտումները անգամ Ադրբեջանի խորհրդանի պատգամավոր ասում է եթե Թրամփի ճանապարհը չբացեն ուժով կվերցնենք, այսինքն Հայաստանում է ձեր ասած նոր հայրենասիրական մոդելին Ադրբեջանից որևէ այսպես զսպած վերաբերմունք չի լինում, ինչպես եք սա բացատրում, այս հայրենասիրական մոդելով հնարավոր կլինի այսպես Հայաստանի իսկ հնարավոր կլինի կրկին Հայաստանի սահմանները առաջ տալու մոդելով փորձել խաղաղություն հաստատել տարածաշրջանում։ Հայաստանի Հանրապետությունը 29743 կիլոմետր տարածք ունի եւ 29743 կիլոմետր քառակուսի կիլոմետր տարածք ունի եւ այդ տարածքներից դուրս Հայաստանի Հանրապետությունը հայրենիք չի փնտրում, Հայաստանի քաղաքացիների բարօրությունը եւ մեր ժողովրդավարության զարգացումը Հայաստանի Հանրապետությունը տեսնում է այս տարածքից։ Վահանդանյան, որքանով զգացումներ ծորից։ Ես 2019 թվականի առաջարկի մասին որ խոսում է, դուք պատասխանատուներից մեկը ճիշտ եք համարում, որ հանրություն տեղյակ չէ, ինչ առաջարկի մասին է խոսքը, ասում եք հրապարակել։ Այդ հարցին արդեն պատասխանել է ու ըստ էության այդ առաջ պահին պետք է հրապարակել, որովհետև եթե բոլոր բանակցային փաստաթղթերը տվյալ պահին հրապարակվեին, որևէ բանակցություն տեղի չէր ունենա։ Իշխանությունը երբեք Ռոբերտ Քոչարյանն ասում է Նիկոլ Փաշինյանի մեջ այնքան չարություն կա, որ այդ չարությունը չի տեղավորվում իր մեջ, դուրս է գալիս եւ կոնֆլիկտներ է ստեղծում Ռուսաստան եւ Ամերիկա, չգիտեմ, Ամերիկա, Չինաստան, դուք սա ինչպես եք մեկնաբանում։ Ճիշտն ասած, եք այդքան չար։ Ոնց մեկնաբանեմ, Նարեկ ջան, ասենք դա ինչ ասելու բան է։ Մի հատ կասեք Հայաստանը եւ Չինաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ ինչպիսի կոնֆլիկտ է հրահրել։ Չէ, ոչ թե կոնֆլիկտ է, կոնֆլիկտացին է։ ասում որ ամեն Հայաստանի Հանրապետությունը վարում է բալանսավորման եւ բալանսավորված արտաքին քաղաքականություն եւ մենք հաշվի առնելով մեր աշխարհագրական դիրքը, աշխարհաքաղաքական դերակատարումը փորձում ենք նորմալ հարաբերություններ հաստատել բոլոր կողմերի հետ։ Առաջին հերթին փորձում ենք նորմալ լավացնել մեր տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունները, նորմալացնել այն հարաբերությունների հետ, որոնց հետ ունենք հարաբերություններ, եւ նաեւ մեր բոլոր գործընկերների հետ փորձում ենք ունենալ լավ ռազմավարական հարաբերություններ։